առաջին անգամ է անցկացվում, հա, չենք շփոթում ազգային երաժշտական մրցանակաբաշխության հետ, մրցանակաբաշխություն, որտեղ ներառված են երաժշտարվեստի ժողովրդական, էստրադային, դասական, հա, միտքը նման մրցանակաբաշխություն անցկացնելու ինչն էր պատճառը, ինչն է հասունացել էր։ Ինձ հասունացել էր այնպիսի ժամանակ, երբ որ մենք բոլորս մտահոգված լինելով մեր արվեստի մշակույթի վիճակով ուզեցինք անել ինչ-որ մի միջոցառում, որը լավ բաների կբերի, լավ փոփոխությունների մեր ասպարեզում։ Եվ հույսով եմ, որ քանի որ ներգրաված են բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ, բոլորը կայացած իրենց ասպարեզում արվեստագետներ, ինձ թվում է նույնիսկ ոչ մի հարց չկա, որ սա կլինի բարձրորակ, որ մենք ճանապարհ կհարթենք նոր տաղանդավոր երաժիշտների, սա հնարավորություն է, որ նրանք նոր հնարավորություն են ստանում ասպարեզ դուրս գալու եւ դուրս գալու այսպիսի ինձ թվում է շքեղ եւ բարձրորակ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Իհարկե չի կարելի մոռանալ նրա մասին, որ այս ամբողջ գործողությունը կայացել է միայն նրա շնորհիվ, որ մենք ստեղծել ենք ակադեմիա եւ ակադեմիան մեծ ծավալով գործունեություն է վարել, որպեսզի այս միջոցառումը կայանա եւ բացի այս միջոցառումից կլինեն եւս շատ միջոցառումներ, որոնք կաջակցեն մեր տաղանդավոր երաժիշտներին եւ մշակույթի գործիչներին։ Ինչ է սա տալու հայ արտիստներին, այսինքն առհասարակ միջազգային ասպարեզում, ինչպես են։ Քանի որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն ակադեմիաներ, որոնք զբաղվում են ոլորտի կներեք, անջատեմ հանգարի, բոլորը հիշեցին, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված ձև է, որ գոյություն ունեն ակադեմիաներ, որոնք զբաղվում են ոլորտի գործերով, այս ակադեմիան նույն ձև զբաղվելու է եւ զբաղվում է այս ոլորտի գործերով, որպեսզի երաժիշտները ստանան հնարավորություն ունենան դուրս գալ ասպարեզ, ցույց տալ ինչ են արել նրանք անցած տարվա ընթացքում։ Սա միայն մեկ գործով չի արվեստագետի գործունեությունը գնահատվում, այլ ամբողջ գործով, որը արված է նախորդ տարվա ընթացքում։ Եվ ակադեմիան այսօրվա օրով մենք ունենք հյուր, որը եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը կոմպոզիտոր է, պրոդյուսեր է, 4 անգամ նոմինացված է եղել Գրեմի եւ 2 անգամ եղել է Գրեմի մրցանակակիր, նա Տեխասի ռեկորդինգ ակադեմիայի գլխավոր անձն է եւ ինձ թվում է, որ սա մեծ հնարավորություն է, որպեսզի ակադեմիայի միջոցով մենք կարողանանք մեր արվեստը ներկայացնել դուրս։ Կասեցիք մրցանակաբաշխությունը որպես այդպես ինչպես է կայանալու, այսինքն ժյուրի կազմը կա, դրված քանի հոգի են, ինչպես է որոշվելու։ Դա ակադեմիայի ժյուրի անդամներ, առաջին երբ որ հայտերը տվել են, չեմ սխալվում 500 հայտ են նայել, խորհրդի անդամները քվեարկում են, այդ քվեարկությունից հետո ձայներով, որ մտնում է առաջին 3 պոզիցիայի մեջ, դրանից հետո ամբողջ ակադեմիայի անդամները քվեարկում են 300 հոգի